Եկեղեցու դեմ սկսած սուր հակամարտության մասին Փաշինյանը խոսել է նաև Մայրբուհի ուսանողների հետ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում լաբորատորիայի բացումից հետո։ Հովհաննեսը այն 70 ուսանողներից մեկն է, որոնց հետ հանդիպել է Փաշինյանը, տպավորված չէ։ Ասաց, որ ձեզ էքսկլյուզիվ ինֆորմացիա եմ մատուցում, այդ ով որ է դահլիճում էր այդ պահին գտնվում, ասաց, որ հանձնարարել է հատուկ մարմիններին, որպեսզի նրանք ուրեմն գնան եւ պարզեն արդյոք Գարեգին Բ-ն հավատարիմ է կուսակրոնության ուխտին եւ ընդհանուր առմամբ, որ դա պետք է ստուգվի բոլոր այդ թեմերի առաջնորդների մոտ եւ այլն։ Հանդիպման ժամանակ Փաշինյանը հակաեկեղեցական մի քանի արտահայտություն է արել, ուսանողն անհարմար է զգում դրանք կրկնել։ Այդ արտահայտությունների հետ կապված ուղղակի ես ինձ թույլ չեմ տա եթերում դրա մասին խոսել, որտեղ մի քիչ ինչպես ես անձամբ որպես քրիստոնյա մարդ եւ իմ հասարակությունը, իմ ժողովուրդը պետք է ինձ թվում է շատ տհաճ կլինի այդ ամենը լսել, ուղղակի մենք մեր աչքով տեսանք, լսեցինք, ինձ թվում է դա բավական էր։ Մոտ 3 ժամ է տևել երիտասարդների հետ հանդիպումը։ Հովհաննեսը, որ ամենաշատ հարցեր ուղղած ուսանողներից է, վստահեցնում է։ Հանդիպումը նախընտրական քարոզարշավի էր նման, 2026-ը սարերի ետևում չէ։ Հիմնական նպատակը կարծում եմ դա պրոպագանդան քարոզներ հաշվի առնելով որ հաջորդ տարի 2026 թվականին գալիք խորհրդարանական ընտրություններ են եւ այս իրական Հայաստանի գաղափարը կարծում եմ նրանք դարձրել են լոզունգ եւ այսպիսի հարմար առիթներով փորձում են ինտերպրետացնել հասարակության մեջ։ Հարցրել եմ արդյոք պարոն Փաշինյանը, եթե վերադառնա 2018 թվական, հաշվի առնելով ներկայիս Հայաստանի Հանրապետության իրավիճակը, իր թույլ լեգիտիմությունը, Արցախի կորուստը, հոգեվարականների հետ եղած կոնֆլիկտը, նա միևնույնը ձեռնամուխ կլիներ հեղափոխությանը, ինչին նա ասաց, որ այո, միանշանակ միևնույնը կաներ ու հիմնականում կարճեց այդ լեգիտիմությունից ու նշեց, որ նա լիովին լեգիտիմ է, քանի որ 2021 թվականին կառավարությունը լուծարելուց հետո նա միևնույնը վերընտրվել է։ Լեգիտիմ ընտրված ու գրեհիկ լեքսիկոնը առօրյա խոսելաձև դարձրած Փաշինյանը իրական Հայաստանի մասին մոտ 1 ժամ դասախոսություն կարդալուց հետո կշերքի մի նժարին դրել է 29743 քառակուսի կիլոմետր Հայաստանը, որը միջազգայնորեն ճանաչված է, մյուս նժարին 300,000 քառակուսի կիլոմետր Հայաստանը, որը աշխարհում ոչ մի երկիր չի ճանաչում։ Որ հեղափոխության հաղթանակից հետո ընտրելու հնարավորությունը տվել է ուսանողներին։ Նա հարցրեց, թե որն է ավելի ծանր, որը դուք կընտրեիք, ես մատնանշեցի, որ միևնույնն է կընտրեի 300,000 կիլոմետր քառակուսիանոց Հայաստանի Հանրապետությունը, հաշվի առնելով թե մենք պետք է սկսենք զրոյական կետից, ապա հնարավոր է հարաբանների հետ լավ հարաբերություններ ունենալ քաղաքականության եւ դիվանագիտության միջոցով եւ ընդհանուր առմամբ հնարավոր է հասնել միջազգային ճանաչման։ Հետո սկսեց խոսել, որ Արագածը եւ Սևանը լացում են, երբ որ դուք տենց բաների մասին եք խոսում, Արարատը էլի մեր հայրենիքն է եղել, մեր պապերի հողն է եւ այլն, բայց միևնույնն է պետք է կարճենք այս 29743 կիլոմետր քառակուսից։ Ջերմ մթնոլորտում չի անցել հանդիպումը, նախ մետաղորցիչ սարքերով ստուգել են դահլիճը, հետո հավաքել ներկաների հեռախոսները։ Որպես հայ, որպես քրիստոնյա հայ, ինձ համար շատ ցավալի եւ կարելի ասել զզվելի է ամեն ինչին հետևելը։ Ոչ միայն իրական Հայաստանի գաղափարը քարոզելու ու նախընտրական քարոզարշավի համար է պետական համալսարան հասել վարչապետը, այլև հին հաշիվները մաքրելու, համոզված է Մենուա Սողոմոնյանը։ Ինքը չի կարողացել ավարտել Երևանի պետական համալսարանը 1, Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո իր հրաժարականն է պահանջել եւ ինքը ընդհանուր առմամբ խնդիր ունի համալսարանականների հետ, ուզում է սրանով հաղթահարել, ցույց տալ, որ իր իրական Հայաստան կոչված ցնդաբանությունը Երևանի պետական համալսարանի պալյանների դահլիճում ինքը կարողանում է պրեզենտացիա անել, այսպիսով պրեստիժի քաղաքականություն է ինքը իրականացնում։ Սողոմոնյանը ամոթալի ու ժամանակի անտեղի վատնում է համարում Փաշինյանի հետ հանդիպումը։ Անիմաստ կհամարեի, որ ես ինքս էլ ինչ որ առիթ եթե ստեղծվեր, նրան ինչ որ հարց տայի։ Նրան հարց տալու ժամանակը վաղուց անցել է։ Նրան հարց տալու իմաստ չկա։ Նրան պետք է մեր կյանքից պարզապես հանել։ Ամոթալի է ներկա գտնվել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, անիմաստ է եւ ամոթալի է, որովհետեւ այդ ներկայությամբ լեգիտիմացնում են նրա այցը Երևանի պետական համալսարան, Մայրբուհ, որին ինքը փախստականների ճամբար է անվանում։ Թե ինչ կոնտեքստում է անվանում, դա արդեն ինձ հետաքրքիր չի, բայց որ Մայրբուհի հասցեին, իրեն թույլ է տալիս այդպիսի արտահայտություններ անել, հայոց եկեղեցու հասցեին արտահայտություններ է անում, այդ փաստը իսկ պետք է նրան դարձներ ռուսերեն այսպիսի խոսք կա, նեռուկա պաժատնի, այսպես ասած, նրա ձեռքը սեղմող պետք է չլինի։ Զայրացած է Երևանի պետական համալսարանի նախկին դասախոսը, ինչպես կարելի է ձեռք պարզել ու ողջունել մի մարդու, որը հայկական սրբավայրերը Չուլան է անվանում, պատերազմ սկսում հայ առաքելական եկեղեցու դեմ։ Նիկոլ Փաշինյանը երբ որ սկսեց այս կոնֆլիկտը,
ինքը հասկանում էր, որ դա կարող է եկեղեցու կողմից շատ ակտիվ հակադարձ գործողությունների բերել, ընդհանուր մինչև բանադրանք, իսկ դա այն էր, ինչ որ իրեն անհրաժեշտ էր։ Ողջախոհ է համարում Սողոմոնյանը եկեղեցու մեղմ արձագանքը, կարծում է, որ Մայրաթորի կոշտությունը շատերին կտրամադրեր եկեղեցու դեմ ու կմեծացներ Փաշինյանի համախոհների շրջանակը։ Եկեղեցին գուցե իր արձագանքով, եթե շատ ավելի կոշտ արձագանքեր կամ բանադրեր, մեր ընդդիմադիր մարդկանց եռանդուն հատկապես ընդդիմադիրների համար շատ ավելի լավ կլիներ։ Բայց եկեք արդյունքի տեսանկյունից նայենք։ Խորացող կոնֆլիկտը, որտեղ ՔՊ-ն բոլոր մեթոդները գործի դնելով կփորձեր հանրության լայն շերտերին տրամադրել եկեղեցու դեմ, իսկ եկեղեցու դեմ տրամադրել կնշանակեր նաև որ իր շուրջը փորձեր համախմբել, հա։ Աննա Գյուլնազարյան, Առաքել Օհանյան, Հայլուրի համար։